Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն մասնագիտությունն է այս ուսումնական տարվանից ներդրվում Երևանի պետական հումանիտար քոլեջում, փորձարարական կարգով, հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ որակավորմամբ։ Տևողությունը 2 տարի է, 12-րդ դասարանն ավարտելուց հետո է հնարավոր ուսումնասիրել այս մասնագիտությունը։ Հատկացվել է 25 տեղ, 13 անվճար, 12-ը վճարովի։ Ինչու է նման որոշում կայացվել, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են։ Լսողության խնդիր ունեցող մարդկանց սոցիալական հնարավորությունների ընդլայնման տեսակետից կարևոր է տարբեր իրավիճակներում ժեստերի լեզվի թարգմանչի առկայությունը։ Նաև տարբեր սոցիալական ծառայություններ իրականացնելիս պարբերաբար բարձրացվում է մեր երկրում ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու հարցը։ Եվ այն թարգմանիչները, որոնք մեր երկրում կան եւ գործում են, հիմնականում գերակշռող մասը չլսող մարդկանց ընտանիքից դուրս եկած երեխաներ են, նաեւ որոնք հիմա մեծահասակներ են, բայց իրենք կյանքի բերումով սովորել են ժեստերի լեզուն եւ այսօր թարգմանիչ են որպես հանդես գալիս։ Սվաջյանը տեղեկացնում է, աշխատանքային խումբ է ձևավորվել։ Շուրջ 1 տարի մշակել են կրթական ծրագրի բովանդակությունը, ուսումնական պլանը։ Մենք բավական երկար քննարկում ենք, թե արդյոք սա պիտի լինի հիմնական կրթության հենքի վրա, թե միջնակարգ կրթության, եւ այնուամենայնիվ որոշեցինք, որ ճիշտ է միջնակարգ կրթության վրա, որպեսզի դպրոցը ավարտած քաղաքացին, որն արդեն չափահաս է եւ ավելի լավ կողմնորոշված կլինի, նաեւ ուսումնառության շրջանակում յուրացնի գիտելիքները, կարողությունները, որոնք անհրաժեշտ են այս մասնագիտության համար, եւ արդեն իսկ որոշակի կյանքի փորձառությամբ կարողանա ժեստերի լեզվի թարգմանչի աշխատանքն անել։ Սուրդոթարգմանիչների պահանջարկը մեր երկրում տարբեր բնակավարներում բավական մեծ է, նշում է Սվաջյանը, ներկայացնում, թե դիմորդներն ավարտելուց հետո ինչ աշխատանք կարող են կատարել։ Սկսած նրանից, որ կարող են հեռուստատեսությունում աշխատել, վերջացրած են հանգամանքով, որ կարող են օրինակ խոլերի միությունում աշխատել, որտեղ տարաբնույթ ծառայություններ են չլսող մարդկանց առաջարկվում, չլսող երեխաների համար գործող դպրոցում գործել, աշխատել, որտեղ երեխաներին կսովորեցնեն ժեստերի լեզու։ Արդյոք հետագայում այլ քոլեջներում կներդրվի այս կրթական ծրագիրը, փոխնախարարը նշում է, պետք է ժամանակ անցնի, դիտարկվեն արդյունքները։ Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը նշում է, մասնագիտությամբ հետաքրքրվողներ արդեն իսկ կան։ Կարծում է, որ խումբ հաստատ ձևավորվելու է։ Ընդունելությունը ընթանում է մրցույթային եղանակով ըստ իրենց ատեստատի գնահատականների։ Ովքեր են լինելու դասախոսները, ինչ առարկաներ են դասավանդվելու, Մինասյանը նշում է։ Հիմա մենք հավաքվել ենք, որպեսզի ավելի մանրամասն քննարկենք ծրագրի ուսումնական բովանդակությունը եւ կարողանանք հավաքագրել դասախոսական կազմը, ասեմ, որ դասախոսական կազմի հիմնական բաղադրիչը ապահովվելու է քոլեջի դասախոսների միջոցով, նեղ մասնագիտական դասախոսներ մենք արդեն կընդգրկենք ոլորտի հայտնի կազմակերպություններից, ՀԿ-ներից եւ լավ որակյալ մասնագետների միջոցով։ Զուբեյդա Մելիքյանը, որ ժեստերի լեզվի ուսուցիչ է եւ թարգմանիչ, կարևորում է այս նորամուծությունը։ Խորհրդի մշակույթը կրող մարդիկ կարծես թմբիրի մեջ լինեն, իրենք հաստատ այս ամբողջը, որ լսեն կզարմանան, իրենք մի տեսակ չեն հավատա, որ սա իրականություն է, որ ստեղծվել է պետական մի կառույց, որ կարող է տարածել ժեստերի լեզուն, որպես հաղորդակցման լեզու, որպես խորհրդի սոցիալ-մշակութային փոքրամասնության լեզու, որը այդ երազանքից կդառնա իրականություն։ Խոսելով ժեստերի լեզվից Մելիքյանը նշում է, որքան լեզու կա, այդքան ժեստերի լեզու կա։ Այն ունի նաև իր ձևաբանությունը, քերականությունը։ Լեզուները ինչքան զարգանում են, բոլոր ազգերի զարգանում են նաև ժեստերի լեզուն։ Նորարարություններ են մտնում, արխայիզմը դուրս է գալիս, նորարարությունները մտնում են, բառապաշար է հարստանում։ Օրինակ մենք ասում ենք ChatGPT, նոր ժեստ է, նորարարություն։ Մելիքյանը խորհուրդ է տալիս, որ բոլոր մարդիկ սովորեն ժեստերի լեզուն։ Սիրեք սովորեք ժեստերի լեզուն, ինքը հրաշք է։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։